Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիակաստ հաղորդման իմ հյուրն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես անդրադառնանք վերջին, ավելի շուտ վերջին չէ, այն իրադարձություններին, որոնք տեղի ունենում հենց այս պահին։ Ներկայումս դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորելու հարցը, իմ խորին համոզմամբ, թեպետ մեր հաղորդումը գնալու է երեկոյան, բայց երեկոյան արդեն Գագիկ Ծառուկյանը թերևս լինի կալանավորված։ Եվ հատկանշական է, որ այդ ռեպրեսիվ մեթոդները իրենց կիզակետին հասան այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Ռուսաստանում Միշուստինի հետ հանդիպմանը։ Հիմա կա արդյոք կապ Ռուսաստան այցելելու եւ այդ օրը հենց սկսելու այդ ռեպրեսիվ մեթոդները։ Ասենք այսպես, ոչ ապացուցողական կա, չես կարող ապացուցել, որ մեկը մեկի հետ կապված է, բայց տրամաբանորեն կարող ենք ասել, այո, որ կապված է։ Թեև Ռուսաստան գնացել է հրավերով իր ձեր նշած անձի նախաձեռնությամբ, մեծ միջոցառումներ, հանդիպումներ հիմնականում ԱՊՀ երկրների վարչապետների եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետի եւ անգամ պատվիրակությունների կազմով հանդիպումներ, ոնց որ ռուսական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում օգտագործելու, այդ արտադրանքի համար շուկաներ փնտրելու, բայց առաջին հերթին բնականաբար ԵԱՏՄ եւ հանդիպում ա եղել Փաշինյանի հետ։ Հիմա կարող ենք ենթադրել, որ այո, տրամաբանորեն կապ կա եւ խոսակցության ժամանակ կարծում եմ Փաշինյանը կուզենար, որ այդ թեման արծարծվեր։ Եվ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված, ոչ միայն Սամվել Կարապետյանի, ոչ միայն Ռոբերտ Քոչյանի, որտեվ դա ասում ասես Փաշինյան Նիկոլի խաղակարտերից է։ Բանակցությունների ժամանակ որպես փաստարկ սեղանին ունենալ գործիք, հա, իր կողմից։ Բայց դե Ռուսաստանի Դաշնության վարչապետը լրիվ այլ հարթությամբ խոսք է ասել, իհարկե ոչ փակագծերը բացելով, բայց ռուսաստանցի ներդրողների իրավունքների պաշտպանության մասն է խոսել։ Այդ առումով ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը, միգուցե ինչ-որ ձևով Սամվել Կարապետյանը, այո, բայց ես կարծում եմ այդ խոսակցության բուն թեման եղել է հեծը, երկաթուղին, ատոմակայանը եւ պղնձամոլիբդենային գործանը Քաջարյանի։ Ռուսաստանցի ներդրողների իրավունքների հետ կապված բարենպաստ միջավայր առավել ստեղծելու, նրանց գործունեությունը ծավալելու համար։ Խոսակցությունը սա եղել։ Իսկ ինչու է խոսակցություն եղել, որտեվ դրանք վտանգված են։ Հեծը պետականացվել է, չէ՞։ Ու հնարավոր է մասնավորեցվի։ Հիմա այս պայն, ու այդ հայերեն ասած խլվել է։ Հիմա երկաթուղին է այդ ընթացքի մեջ։ Ատոմակայանի հետ կապված Եվրոպական միության տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, երբ եկավ այստեղ այդ թեման արծարծվեց, ատոմակայանի խնդիր կա։ Թեև նույն Ռուսաստանում այդ հանդիպումների ժամանակ ասվել էր երկու նոր բլոկ կառուցվի 36-ից 36-ին այս բլոկի ունակությունը էլեկտրաէներգիա արտադրելու վերջանում է, բայց մինչև պետք է պատրաստել, պայմանավորվել, ներդրումներ անել, ու ռուսական կողմը որպես աշխարհում լավագույն ատոմակայանների կառուցման, այսպես տեխնոլոգիաների եւ կառուցման առաջատար պետություն, ընդ որում չափանիշը միանշանակ այդպես է, որտեղ օրինակ Ֆրանսիայում հոսանքի արտադրության 80%-ը տալիս են ատոմականները, սա եզակի պետություն է այդ առումով, որ ատոմականների վրա է նստած, եւ ասենք նորագույն ատոմականներ, նորագույն տեխնոլոգիաները Ռուսաստանն է կառուցում Ֆրանսիայում, հա։ Ռուսական կողմը Հայաստանն առաջարկել է։ Եվ հետեւաբար
հիմա ռուսական կողմը տեսնում է, եթե իր տնտեսվարող սուբյեկտները, որոնք Հայաստանում ներդրումներ են, իրավունքները խախտվում է, կարծում եմ, որ այն կեցվածքը, որ իրենք որդեգրել են, քաղաքական որոշմամբ տնտեսական որոշակի ազդեցություն լծակներ ճնշումներ օգտագործելով Հայաստանի վրա, դա կշարունակվի։ Թեև ես կարծում եմ դա Հայաստանի վրա չի, առարկապես ասեմ, ես հրապարակավ հայտնել եմ, ես անձնապես գտնում եմ դա ոչ այդքան խելամիտ ու ճիշտ որոշում է, դա Հայաստանի քաղաքացու, գյուղացու, տնտեսվարող սուբյեկտի վրա է ազդելու։ Ասենք, հա ինչ մարդիկ մի քիչ էլ աղքատ կապրեն եւ այլն, Փաշինյանին դրանից ինչ կամ քաղաքական խմբակի։ Այսինքն այնտեղ հաշվարկի է նա, որ եթե սա է տնտեսական որոշակի լարումներ, ներքաղաքական տնտեսական ճգնաժամը կարող է բերի քաղաքական ճգնաժամի, հարգելին է դա նորմալ երկրներում, ավտորիտար ռեժիմներում դες բաները չի ազդում։ Իհարկե չի ազդում այդ լծակները դրսի չի ազդում։ Ավտորիտար ռեժիմ, իսկ Հայաստանի օրվա իշխանությունների քայլերի ամբողջ տրամաբանությունը, երբ մենք ուսումնասիրենք, եւ հրապարակավ գնահատականներ են տալիս որոշ անձանց, հետո այդ անձանց նկատմամբ ուղղակի քրեական հետապնդումներ է սկսում, էլի։ Եվ հետաբար կարծում եմ այն գործընթացը, որ Հայաստանում տարվում է, դա մեծ հաշվով ոչ այդքան Փաշինյանի 24 ժամվա ցանկություններից է, այլ որքան Եվրամիության, իդեպ ասեմ ձեզ, Փաշինյանը այստեղ գործիք է։ Գործիք է Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքական արևմուտքի, որը նպատակ է հետապնդում հարավային ուղղությամբ Ռուսաստանը խնդիրներ առաջացնել։ Այսինքն, եթե մենք մի փոքր վեր բարձրանանք, հա, մեր հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներից, անգամ տարածաշրջանին ավելի վերև նայենք, կհասկանանք, որ այսօր աշխարհում հետևյալ մոտեցումներն է։ Մեկ պետություն, որը փոխարինել է գլոբալիստներին համաշխարհային տիրապետություն ցանկացող փոխարինել է, նրանք այլևս նահանջի մեջ են, իսկ այդ գլոբալիստների իշխանությունը դա ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցություն, Բրիտանիայի կառավարություն, որոնք փորձում են վերպետական կառույցներով տրանսնացիոնալ կամ տրանսազգային կորպորացիայով համաշխարհային տիրապետություն ստեղծել։ Դա չստացվեց։ Նույն ցանկությունը համաշխարհային տիրապետություն ունի այժմ պետություն, որի անունը Միացյալ Նահանգներ, այդ մագա շարժումը, որը Տրամպի ժամանակ է եւ իր ազգային էլիտայի եւ ազգային կապիտալի կողմից ստեղծվեց, այո, նույն խնդիրն է դրում իշ գլոբալիստները համաշխարհային տիրապետություն, բայց միաբևեռ, այսինքն մեկ պետություն։ Այ հիմա դրա դիմաց կանգնած են պետությունները, որոնք ասում են, որ աշխարհը պիտի լինի բազմաբևեռ, որից է մի պետություն դոմինանտի չլինի բոլորի վրա։ Այդ բազմաբևեռի ավանգարդում է ռազմական գերտերություն հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը, տնտեսական գերտերություն հանդիսացող Չինաստանը եւ իսլամ աշխարհի ապստամբության դրոշը բարձրացած եւ Իսրայել ԱՄՆ երկու անգամ ռազմական բախման ժամանակ կամ պատերազմի ժամանակ հաղթած Իրան Իսլամական Հանրապետություն, բարձր ասում, չէ՞, որոնք ունեն կառույցներ, մասնավորապես օրինակ BRICS-ն է, այդ բազմաբևեռ աշխարհի կառույցներից, մասնավորապես Շանհայի տնտեսական համագործակցությունն է, որ ես կարծում եմ շուտով դառնալու է ռազմաքաղաքական կառույց, ինքը տնտեսական իհարկե, բայց ինչևէ, այսինքն գնում է աշխարհը միաբևեռելն է, թե բազմաբևեռ, եւ հիմա քանի որ բազմաբևեռ աշխարհի ավանգարդում գտնվում է ռազմական առումով Ռուսաստանը, այն ինչ որ հիմա Ուկրաինայում տեղի ունենում, դա Ռուսաստանի դեմ է։ Ոչ թե Ռուսաստանի ռազմական առումով հաղթելու, հնարավոր չի դա հաղթել, բացարձակ առումով, եւ ոչ էլ ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում եւ Կրեմլի աշտարակների մոտ։ Չէ, դա չի լինելու։ Խնդիրը այն ինչ որ Ուկրաինայում է, դա բերել մի վիճակի Ռուսաստան Դաշնության ներսում տնտեսական կոլապս, մարդկանց կենսամակարդակի կտրուկանկում, 100,000-ավոր զոհեր, ավերված գործարաններ եւ այլն, որը մարդկանց տիհանի փողոց։ Այսինքն հեղաշրջում։ Այսինքն այս օպերացիայի, Ուկրաինա օպերացիայի իմաստը ո՞րն է եղել։ Որպեսզի Ռուսաստան տեղ ունենա իշխանափոխություն։ Ընդ որում դա մի անգամ չի եղել։ Մի անգամ 2008-ին եղավ, եթե հիշում եք։ Հա, երկե։ Հիշում եք, չէ՞։ Չհաջողվեց։ Չհաջողվեց։ Պլանը տապալվեց։ Ահա։ Մի անգամ կանխարգելիչ փորձ 22 թվականի հունվարին, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ին ասում էր ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանգնեցրեք, չկանգնեցեցին, Ռուսաստանը նախարարցակ եղավ Ուկրաինայում, եթե հիշում եք, Դոնեցկ, Լուգանսկ։
Հետո կոնտրնաստուպ, հիշում եք այս բառը ուկրաինական կողմը 23-ին ասում էր կոնտրնաստուպ եւ այլն, սա եւս բուն նպատակը Ռուսաստանում իշխանապողություն է, Պրիգոժինի օպերացիա եւ այլն։ Հիմա 4-ն է։ Իսա մոտավորապես շատ նման է 1917-ի փետրվարին Ռուսաստան տեղ ունեցող դեպքերին։ Ռուսաստանի ժամանակ եւս պատերազմի մեջ էր, առաջին համաշխարհային պատերազմն էր գնում։ Անտանտի անդամ երկիրներ, որ դաշնակիցներն են Ռուսաստանի, Ֆրանսիան եւ Բրիտանիան, որոնք հաջողությամբ գերմանացիների դեմ արևելյան ճակատում կռվում էին, նկատի ունեմ Թուրքիայի դեմ, Գերմանիայի դաշնակից, անգամ այնպես, որ անգամ բաժանված էր Ստամբուլը ունելնելու, Բոսֆոր դարդանել նեղուցնել, Ռուսաստանում դիտելվեր, որպես առավել արդյունքներ ցույց տված, եւ բրիտանացիք չէին լինի բրիտանացիք, եթե դաշնակցին թիկունքից չխփեին։ Եվ փետրվարյան այսպես կոչված հեղափոխություն, որը հեղաշրջում էր, Կերենսկուն իրենց մարդին բերեցին, ինչպես բերեցին։ Ուրեմն 6-րդ շարասյունը բանում Ռուսաստանում ստեղծված էր, 6-րդը դա իշխանության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք էր։ Օրինակ, այն ժամանակ Նիկոլայ II թագավորի զարմիկները, որոնք ուզում էին, որ Նիկոլայ II հրաժարական տա, գործանատերեր, ֆաբրիկատերներ, որոնք ուզում էին ավելի լուրջ ստատուս իրենց բացի նյութական բարիք կուտակելուց, քաղաքական կապիտալ էին ուզում եւ զինվորականներ, բարձրաստիճան գեներալներ։ Այս է 6-րդ շարասյունն էր։ 5-րդ շարասյուն, այսինքն ժողովրդը փողոց չկար։ Մի շաբաթ խանութներում սև հաց չկա, Սանտ Պետերբուրգում մարդիկ իջան փողոց։ Դե այդ 6-րդ շարասյունը Նիկոլայ II-ն ասաց, պիտի իշխանություն հանձնել, ժողովուրդը դեմ է։ Հիմա երբ որ նայում ես ինչա կատարվում Ռուսաստանում, այս հայտնի բենզինի պատմությունը եւ ռեակտիվ շարժիչներով անօթաչու թռչող սարքերը, որը բրիտանական են, անունը դել են ուկրաինական, դա բրիտանական արտադրության Բրիտանիան տալիս Ուկրաինային, դա ապացուցված է այլևս։ Դրանով հարվածում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում նավթավերամշակման գործարաններին չեն հարվածում, գործարանների տարածքում գտնում է պահոստները բենզինի եւ նավթի վերամշակված կամ ոչ։ Ինչ են հարվածում դրանց, որտեվ այդ հրդեհը մի քանի օր կամ շաբաթ կարող է կախված ծավալից առաջին հերթին, կարող է չենց բուն նպատակը հոգեբանային քաղաքացիությունն է, որտեղ մարդը երբ որ նայում առատը արտանում է ամպ, երկու պարկում է ամպ, դեռ չեն հասել, չէ՞, հանգցել եւ դա ասենք օրեր է տևում, դե ինքը մտածում է, որ փաստացի Ուկրաինան արդեն ասել է պատերազմի տան մատույցները, 1, երկրորդ անվստահություն իշխանությունների նկատմամբ, ասում եմ, բա ուր է մեր տեխնիկան ինչու չեն խփում, այս ինչ խայտարակ վիճակ է։ Եվ դրանը գումարին, որ սեպտեմբերին Ռուսաստանում ինչը խորհրդանական ընտրություններ, այսինքն նախապատրաստման մեջ են եւ միաժամանակ նախընտրական գործընթաց։ Շատ ճիշտ եք։ Բանի մասնագետներն նաեւ հաշվել են, որ այս ամիսները ցանկացած պետությունում, այդ թվում նաեւ Ռուսաստանում վառելիքի բենզինի շատ ծավալներով օգտագործման ամիսներն են։ Առաջինը գյուղմթերքի հավաքման ժամանակ տրանսպորտային միջոցներն են շատ աշխատում։ Երկրորդ արձակուրդի շրջանը Ռուսաստանը ինքը բավականին մեծ տարածությամբ երկիր է եւ մարդիկ մի տեղից մյուս տեղ գնալ հանգստանալու հսկայականակ բենզին է, չէ՞ պետք։ Այսինքն ծախսը շատանում է։ Սա էլ են հայև հաշվել եւ այդ բենզինի դժգոհության ֆոնի վրա առանց որ 3 տնտեսվարող սուբյեկտ են հիմնականում բենզինի արկու վաճառքով անում, բայց ոչ պետությունը, չէ՞, հետաքրքիր չէ, պետությունը մեծ հաշվով պատերազմի մեջ է, բայց ռազմավարական նշանակություն ունեցող նյութը վառելիքը մասնավորի ձեռքն է եւ ինքն է թելադրում։ Հիմա Ռուսաստան մեր իշխանապողության կամ պետական հեղաշրջման գործընթաց է գրում, բայց միաժամանակ Ռուսաստանի շուրջ կրակի օջախներ առաջացնելու գործընթացը ՆԱՏՕ-ն նախապատասխանում։ Մեկը մասնապես Բելարուսում փորձ է արվելու ամենայն հավանականությամբ ներքաշել ռազմական բախման մեջ Ուկրաինայի հետ։ Այս վերջերս Զելենսկու կոշտ հայտարարությունները Լուկաշենկոյի, Բելարուսի նկատմամբ սա լավագույն ապացույցն է։ Միաժամանակ Ռուսաստանին փորձում են, որպեսզի վերջինս իր զինված ուժերի բականին մեծ մասը տեղափոխի ինչ որ շրջաներ, որտեղից հավանական կարող է ռազմական գործողություն լինել։ Ես նշեմ այդ շրջանները։ Առաջին շրջանը Մոլդավիան է։ Որտեղ Մոլդավիայի մոտ 400,000 Մոլդավիայի Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունում բնակվում է ռուսախոս Ռուսաստանի քաղաքացի անձինք, որոնք անկլավի մեջ են Ղարաբաղի կարգավիճակով։ Հիմա եթե մի կողմից Ռումինիա, Մոլդավիա զինուժը, մյուս կողմից Օդեսայով Ուկրաինան հարձակվեցին, այդ մարդիկ մեծ հաշվով դատապարտված են։ Հայաստանը կարա դառնա այդ Հիմա ես ասեմ, ես թվարկեմ, որովհետև պատկերը որպեսզի տեսանելի լինի։ Առաջին Մոլդավիան, եւ այդ առումով պատական չի, որ Ռուսաստանը եթե նման բան լինի, զորքեր է տանելու այնտեղ։
հա, իր համար կռվի մի ճակատ է բացվելու։ Երկրորդ ճակատը Կալինինգրադի մարզն է։ Շրջափակված մի քանի միլիոն Ռուսաստանի քաղաքացիներ ցամաքային սահման չունի, ծովային էլ կտրված, այսինքն բլոկադայի մեջ է մեծ հաշվով։ Եթե այնտեղ գործողություն լինի, Ռուսաստանը ստիպված է, չէ, օգնություն, այսինքն երկրորդ ճակատ։ Ընդ որում այնտեղ էլ Մերձբալթյան հանրապետություններն են այդ գործին լծված, այստեղ Մոլդավիան, այնտեղ Մերձբալթ։ Հիմա գալիս ենք Հարավային Կովկաս։ Հարավային Կովկաս, որի մեջ նաև Հայաստանն, այո։ Այո, այստեղ ես չեմ ասում, որ ճակատ բացվի, բայց եթե պատկերացեք Հարավային Կովկասը դառնա Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների կոալիցիայի դաշինք, որը ցանկացած բան խնդիրներ առաջացնեն, որում նման նախադեպ բրիտանացի։ Բայց ամբողջ Հարավային Կովկասը կարա դառնա հակառուսական կոալիցիայի դաշինք, թե առանձին պետությունների։ Ասեմ ձեզ, չէ, այդ դաշինքով է ճիշտը։ Օրինակ ասեմ, Վրաստանը առերևույթ փորձում է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, բայց Վրաստանի Սևծովյան առափյան շրջաններում ՆԱՏՕ-ն է կանգնած, ու ավելի շուտ Պենտագոնը։ Իր նավերը, իր բազաները, սա ի դեպ բոլոր նրանց համար, որոնք այո Վրաստանի իշխանություններին թույլատրված անել, բայց եթե ռազմական առումով դի խնդիրներ առաջացնեն Ռուսաստան, այնտեղ բանը Պենտագոնի բանը բազաներն են, նավերն են եւ այլն։ Վրաստանի տարածք առափյան շրջան անցածող տարածքներում։ Ես մի օրինակ բերեմ 1918-ի ուրեմն փետրվար-մարտ ամիսներին փորձ արվեց Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից, մի 5-ի կողմից, որպեսզի ստեղծվի մի կառույց անդրկովկասյան սեյմ, որտեղ ունենա իր բանակը 3 հանրապետություններ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որը գիտեք ինչ պիտի աներ, բոլշևիկյան Ռուսաստանի դեմ պիտի կռվեր։ Ես զուգահեռում եմ, էլի, այսինքն եղել է նման փորձ։ Հիմա պատկերացրեք, այստեղ Հարավային Կովկասը դա սարքում է։ Ես չեմ ասում, որ պատերազմ կլինի կամ ճակատ կբացվի, բայց որ դու զորք բերես Հյուսիսային Կովկասի մատույցներում, թշնամական զորք այդ 3 հանրապետություններից, դա Ռուսաստանը ստիպված կլինի այդ Հյուսիսային Կովկասում ուժերի վերաբաշխում անել եւ բերել, չէ՞։ Իսկ Հայաստանը ինչ ռակուրսով կներգրավի։ Այն ինչ որ ասենք Ադրբեջանը, Վրաստանը, թշնամական։ Չէ, նկատի ունեմ ռազմական առումով, թե ռազմական, նաեւ բոլոր վերջերս Նիկոլ Փաշինյանի ձևակերպամբ սիրելի Ուրսուլան, որ եկել էր Հայաստան, իր խոսքում մատնանշեց, եթե Ռուսաստանը խորացնի ճնշումները Հայաստանի նկատմամբ, մենք զուգահեռ կմեծացնենք մեր օգնության ծավալները, կբացենք մեր շուկան եւ այլն, հիմա այդ շուկան բացելուն զուգահեռ, եթե իհարկե ընդհանրապես Չէ, դա հեքիաթ է, իհարկե։ Հնարավոր է նաեւ ինչ-որ ռազմական էլեմենտներ մտնեն։ Ոչ թե հնարավոր է, ես ձեզ վստահեցնում եմ, դա այդպես է լինելու է։ Ոչ թե հնարավոր է, դա այդպես պլանավորված է։ Օրինակ 1941-45 թվականին Թուրքիան խորհրդային Հայաստանի խորհրդային Վրաստանի դեմ մի քանի տասնյակ դիվիզիա զորքեր կենտրոնացրին։ Իրենք սպասում են Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որ նացիստական Գերմանիայի բանակը Վերմախտը հաղթել, իրենք մտնելու էին։ Չհաղթեց, չմտան, բայց խորհրդային միությունը այդ մի քանի տասնյակ դիվիզիաների դիմաց մի քանի տասնյակ դիվիզիա եւս կենտրոնացած պահում էր, չէ՞, այսինքն ուժերը որը որ ճակատում կարող են կռվել, այստեղ են, չէ՞։ Հիմա ես ինչի համար եմ ասում, ստեղիական չի որ Ռուսաստանի դեմ կոնկրետ ճակատ բացվի։ Բայց երբ որ ուժը շատ ճիշտ է, այդ դեպքում կենտրոնական հիմնական հարվածի ուղղությունն է, չէ՞, թույլանում։ Բայց ամենախոցել են Ռուսաստանի համար, դա Հարավային Կովկասը չի։ Մոլդավան եւ Կալինինգրադի մարզը չի, դա Ղազախստանն է։ 7600 կիլոմետր սահման, որտեղ զինվոր չկա, սահմանափակ ուղղիկալներ են։ Հիմա պատկերացեք տեսականորեն միջինասիական որոշ հանրապետություններ, այդ թվում նաև Ղազախստանը, իրականացնում է եւ քաղաքականություն, իսկ հիմա կոնկրետ Տոկաևը իրականացնում է, հանձնում է թուրքական պետությունների կազմակերպության, իսկ այդ կազմակերպությունն է Թուրանը ստեղծելու անդամ եւ հիմնադիր անդամ, զորավարժություններ, թուրքական պետություններ Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն։ Պատկերացրեք Ղազախստանի ղեկավարությունը որոշում է, որ փաստացի կողմնորոշումը պետք է փոխվի աշճանաբար, ոնց որ Հայաստանում։ Եվ Ռուսաստանի հարաբերությունները վատթարանա։ Օրինակ ահաբեկիչներ, մի քանի միլիոն ահաբեկիչ, եթե բերվի Ղազախստան։ Դուք այո, ուրիշ ճանապարհ չկա։ Լիբիայից, Սիրիայից, Գազայից, այդ մերձարևելյան շրջաններից, եթե հավաքվում են, պիտի բերեն Թուրքիան նախ։ Հիմա Թուրքիայից Նախիջևանով պիտի գնա Ադրբեջան, իսկ ճանապարհը տրիպն է, ճիշտ է։ Իսկ Ադրբեջանից Ղազախստան Կասպից ծովով։
եւ Ղազախստանը, իդեպ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ որ արվեց, հենց դրա համար արվեց ժամանակին, երբ ռուսները ուղղակի զինական առումով միջամտեցին հապկի դրոշի ներքո, որ իրավունք ունեին, բայց արձանագրենք, որ այսօր Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել Ռուսաստանում հաղթելու հստակ ծրագիր է։ Միացյալ Նահանգները մի փոքր հետ քայլ է արել եվրոպական երկրների վրա է այս ամեն ինչը դրել, իսկ Միացյալ Նահանգները ռազմաարդյունաբերական համալիրն է ինտենսիվ աշխատում, մեծ գումարներ եվրոպական հարկատուների հաշվին։ Մի բան ընդհատեմ, իսկ այդ դեպքում եթե թրիփով փորձեն ոնց ասիկ ահաբեկիչներին տեղափոխել Զենք զինամթերք այդ դեպքում ինչպեսին կլինի Իրանի արձագանքը, որտեղ թրիփը հենց Իրանի սահմանով է անցնում։ Ճիշտ է։ Հիմա այստեղ գիտեք, այս վերջին պատերազմից առաջ մի բան էր իրավիճակը, հիմա այլ բան է, որտեվ Իրանը փաստացի հաղթել է, ԱՄՆ-ը եւ Իսրայելը չի համակերպվում այդ մտքի հետ եւ անդադ վիժեցնում է այն հուշագիրը, որը հիմք լինի պայմանագրի ստորագրման, իսկ հուշագրի մեջ Լիբանանի հետ կապված կետ կա, որ Իսրայելի բանակը դուրս գա Լիբանան գրավյալ տարածքներից եւ խաղաղություն կնքվի Լիբանանի կառավարությանը, չի անում դա։ Այսինքն վիժեցնում է, պատկերացրեք կնքվում է, ստորագրվում է ինչ-որ պայմանագիր։ Իհարկե այս տարածաշրջանում արդեն Իրանի վերաբերմունք շատ կոշտ է լինելու, շատ, ընդ որում 3 Բարձրաշան իրենց նախկին խոսնակը, որը Այաթոլլա զոհված, նահատակված Խամենեին աներներ, հա, խոսք է ասել եւ նաեւ հիշեցել է բոլոր այն պետությունները, որոնք ԱՄՆ-ի դաշնակից էին, ԱՄՆ-ի զորքերն ու բազաներն էին, ինչ ճակատագրի արժանացան եւ Հայաստանի զուգահեռ տալ, այսինքն եթե Հայաստանը այս տարածքը ծել ասած, ասենք Սյունիքը բան ամբողջովին տրամադրի, որ դառնա ճանապարհ, որով որ խնդիրներ պիտի առաջացվի Ռուսաստանին մի կողմից, Իրանին կարող է խնդիրներ առաջացնել, Չինաստանին իդեպ ասեմ, եթե Ղազախստան գնացին, Ղազախստանը Չինաստանի հետ սահմանակից է, հետաքրքիր է այն մասով, որտեղ Չինաստանում բնակվում են մի քանի տասնյակ միլիոն ույգուրներ, որոնք թուրք են, թուրքական ծագում ունեն, թրքախոս եւ սուննի մահամեդական, որոնք պոտենցիալ վտանգ են Չինաստանի համար, հա, ընդ որում ասեմ ձեզ Ղազախստանում այդ պետական հեղաշրջման գլուխ գիտեք ով էր կանգնած ժամանակին, որ վիժեցվեց, անվտանգության նախարարը, որը ազգությամբ ույգուր էր իդեպ Ղազախստանում, հետաքրքիր է, չէ՞։ Եվ այստեղից պարզ հետևություն, որ եթե մենք գնահատում ենք աշխարհակական իրողությունները, Հայաստանը եւ Հայաստան նման հետխորհրդային ցանկացած հանրապետություն, բացի Բելարուսից, ինքը գործիք է, գործիք ավել կամ պակաս չափով Ռուսաստանի դեմ։ Եթե Ուկրաինան հիմա գործիք է, որ զոհաբերվում է Ուկրաինայի քաղաքացիները, ապա մենք գործիք ենք Մոլդավիայի նման, մեր Բալտիկայի նման, որտեղ պիտի խնդիրներ առաջացնենք Ռուսաստանին։ Ամեն մեկը իր չափով, հնարավորություններով, այնտեղ արևմտյան ուղղային կենտրոնները հաշվում են, թե ինչ չափով այս հանրապետությունը կարող է խնդիր առաջացնել, հա։ Ուղղակի այս ամեն ինչից զատ, այստեղ Հայաստանում 102 բազայի գործոնը կա։ 102 բազան, օրինակ Հարավային Կովկասում Հայաստանը ներգրավել այդ գործընթացների մեջ լուրջ խոչընդոտ է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ մենք այլևս խնդիր չունենք մեր հարևանների հետ, հետեւաբար մեր անվտանգության հարցը կարանք ինքներս լուծենք, 102 բազան էլ մեծ պետք չի։ Այդ դեպքում Ռուսաստանը ինչ անի։ Այդ կլինի երկու պայմանում, այո, ոչինչ, բազան ուղղակի ճամպրուկները կապում դուրս են գալիս, բայց երկու անհրաժեշտ քայլ տարվի։ Քայլ առաջին։ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորի, որ սահմանը բացվի, որ այդ հիմնավորումները ոնց որ դուք եք ասում, օրվա իշխանությունները ասեն, որ մենք Թուրքիայի հետ այլևս խնդիր չունենք, իսկ այդ բազան ժամանակին դրվել է հիմնական Թուրքիայի դեմ, հա։ Դե դուրս կա։ Այդ տեխնիկական հիմնավորումը, բայց կա իրավական հիմնավորում, իրավականով նման որոշում կայացնելու համար երկկողմ համաձայնություն տիրին, ասենք եթե Ռուսաստանն ասում է ոչ, չեն դուրս գալիս։ Հա, դուրս չեն գալիս, բայց այստեղ դրա լուծումն էլ կա, նոր սահմանադրություն։ Նոր սահմանության մեջ, եթե օրինակ Հայաստանը չեզոք պետություն լինի, ավտոմատ կերպով վերպետական ռազմաքաղաքական կառույցից դուրս է գալիս եւ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերանայել բոլոր միջպետական պայմանագրերը։ Հապկից դուրս են գալիս, ավտոմատ կերպով է դուրս գալիս, որտեղ հապկը վերպետական ռազմաքաղաքական կառույց է, իսկ չեզոք պետությունը իրանք չունի անդամակցելու, դե հետո վերանայում են հիմնավորելով այդ ձեր ասած հիմքերն են լինելու, որ անհրաժեշտություն չկա ոչ սահմանապահների,
հայ-իրանական, հայ-թուրքական ոչ բազայի, բայց այդտեղ նոր սահմանության խնդիր է։ Այսինքն նոր սահմանություն նշանակում է 2/3 պատգամավորների։ Այս նոր սահմանադրությամբ, եթե Հայաստանը հռչակվում է իր չեզոքությունը ռազմական առումով, նմանություն չկա արդյոք Ճապոնիայի սահմանադրությանը, որը ընդունվեց 45 թվականին ու եթե չեմ սխալվում մինչ օրս նույն սահմանադրությունն է, որը ԱՄՆ-ի պարտադրմամբ պարտավորվեց, որ ինքը չի մասնակցելու որևէ ռազմական գործողության, եթե անմիջապես իր վրա հարձակում չի լինում, չի անդամակցելու որևէ ռազմական դաշինքի, ընդհանրապես չի ունենալու բանակ, այլ ունենալու է ինքնապաշտպանական ջոկատներ, այսինքն որոշակի առումով ապառազմականացվում էր Ճապոնիան այդ սահմանադրությամբ, չէ, հիմա նույնն է, չէ, ինչ-որ նմանություն կա, չէ, ոնց որ թե Ճապոնիայի սահմանադրության, եթե իհարկե փոփոխություն ընդունվի։ Ես կարծում եմ, որ այո, Հայաստանը առավելագույն ապառազմականացված պիտի լինի եւ այդ առումով խոցելի մեր երկու հարևանների կողմից, խոսքս Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու, որովհետեւ ապառազմականացված Հայաստանը կամ թույլ Հայաստանը կարող է կառավարելի դառնալ ամբողջովին օրինակ Թուրքիայի կողմից։ Այս առումով Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները Հայաստանի ապագայի հետ կապված տարբեր են։ Օրինակ Թուրքիային պետք է Հայաստան պետություն որ լինի, բայց թույլ իր կողմից ամբողջովին կառավարելի, տնտեսություն, կոմունիկացիա, էներգակիրներ, քաղաքական առումով։ Այսինքն մենք դառնանք այս տարածաշրջան Թուրքիայի շահերի սպասարկողը։ Եվ մեր միջոցով Թուրքիանի դեպ կարող է ազդել նաև շատ այլ պետությունների վրա օգտագործելով հայկական սփյուռքը, որը Հայաստան պետության կառավարության տիրույթում պետք է հայտնի, բայց մեծ հաշվով Թուրքիայի իշխանությունների։ Բարձրում ասում եմ, այսինքն Թուրքիային պետք է Հայաստան պետությունը լինի։ Իսկ Ադրբեջանին։ Ոչ։ Ադրբեջանը ասում է, տարածքին պատմական հայրենիքն է, այստեղ ընդհանրապես հայերտի չապրեն։ Այդ առումով տարբեր է, տարանբռուններ կան։ Շահերի։ Լավ, իսկ եթե սահմանադրությունը փոփոխվում է, Հայաստանը հռչակվում է ապառազմականացված, որևէ ռազմական կառույցի չի անդամակցում, նորից առաջ է գալիս 102-րդ բազան, որը Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է քաղաքական, ռազմական առումով, սակայն Հայաստանը պարտադրում են ու չացեմ լավ, պարտադրում Կա տեխնիկա, չէ, առաջարկել է, ես նորից եմ ասում, տեխնիկական հիմնավորումը պետք է լինի, այսինքն բազայի գոյության իմաստը։ Որ հիմնավորում է։ Այդ բազայի գոյության իմաստը հիմնավորում էր Թուրքիայի առկայությամբ։ Եվ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ Հայաստանի եւ Թուրքիայի։ Պատկերացեք, այս ամեն ինչը վերածվել է, ճանապարհները բացվել են Թուրքիայի դիվանագիտական տեխնիկական հիմնավորումը ճիշտ է, արդեն լինելու է, բայց իրավական հիմնավորումը նորից եմ ասում, Ռուսաստանը պետք է ինքը եւս համաձայնվի։ Պայմանագրի մեջ կետ կա։ Սահմանադրությունը փոխվում է։ Այո, որ սահմանադրությունը փոխվում է, այո, այդտեղ շատ մեծ հավանականություն կա, որ հիմնավորվում է։ Իմ հարցի իմաստն է, որ կհեռանա այդ դեպքում Ռուսաստանը, թե Ռուսաստան նախագահին հարցրեք։ Թե կդիմի քայլերի, որպեսզի այնուամենայնիվ նա այդպես է։ Ես կարծում եմ այդ գործընթացը շատ ավելի երկար ժամանակ կտևի, քան այն, ինչ հիմա Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում հարցեր լուծել։ Ասեմ ասում, այսինքն երբ որ ինքը Ուկրաինայում հարցերը լուծեց եւ ԱՄՆ-ի հետ արդեն վերջնական պայմանավորվածություն, այստեղ խոչընդոտը այս պահին Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն առանց ԱՄՆ-ի։ Հիմա պատկերացեք տեսականորեն եւս գալիս են ընդհանուր հայտարարի ազդեցության ոլորտները, այսինքն Պոզդամ 2 կոնֆերանս էլ լինելու։ Օրինակ Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ, Պոզդամ 2, 3 պետություն, եթե նախկինում 5-ն էին, որոնք հետո կազմեցին ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ դարձան։ Հիմա այստեղ 3-ն է, տեսականորեն ընդունենք 3-ն է։ Եթե դա լինում է, այդ ժամանակ ես առավել քան համոզված ասեմ, հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները Պոզդամի կոնֆերանսով, որ Ռուսաստանի, խորհրդային ազդեցության տարածք են, եւս դառնալու են իրենց ազդեցության տարածք։ Այսինքն օրինակ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չի լինի, որ ԱՄՆ կամ Եվրոպան հետխորհրդային տարածքներում տնտեսապես ներկա լինեն, դեմ չի լինի, բայց քաղաքական ու անվտանգային առումով դի ներկայացված չլինեն, այնտեղ ներկայացված լինի Ռուսաստանը, բարձրում ասում, ահա։ Հիմա եթե գանք այսօրվա մեր իրողությունները, Ռուսաստանը Ուկրաինայում ինչ խնդիր է լուծում, որովհետեւ մենք գնահատենք դա ինչքան կտևի, հա, եւ արդյոք 102 բազան հանելու գործընթացը ավելի շուտ կարող է սկսել, քան Ռուսաստանը Ուկրաինայում թեման փակելու, հա, ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու։ Վստահաբար ասեմ ձեզ, բուֆերային գոտիները Դնեպրի ձախ աջ ափերով լինի Ռուսաստանի զինուժի հսկողության ներքո
պետք է բուֆերային գոտի ստեղծվի, իսկ այդ տարածքները պետք է ուկրաինական բանակից ազատագրվի Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Սումայի մարզերը։ Այդ մաքրվեն։ Պատական չէր, որ ասեց Ռուսաստանի նախագահը ասեց տարածքներով են փոխհատուցելու են ռազմական վայրագություններ, կոնկրետ Կուրսկը նկատի ուներ։ Եվ երկու կարևոր մարզ կա։ Ուկրաինան պետք է կտրվի Սևծովից։ Սևծով Ուկրաինան, Ազովից արդեն կտրվել, հա, Ազովը Ռուսաստանը փակ ծով է համարում։ Երկու շրջանը դա Օդեսայի եւ Նիկոլաևի մարզերն են։ Օդեսան Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի, որովհետեւ Օդեսայով է ցամաքային կապը ապահովում մեր ԶՆՍ-ի Մոլդավական Հանրապետության հետ, դա կյանքի ճանապարհ է։ Այսինքն դուք նայեք Օդեսա եւս Նիկոլաև, քանի դեռ սրանք չեն եղել, բանակցություններ կգնան 5 րոպե պակաս էսա ինչ որ բան կստորագրվի, մեկ էլ գիշերը կբարձի որ մեկը վատ երաս է տեսել ղեկավարներից, մյուս օր առավոտյան ասելա չէ չեմ անում։ Բարձ եմ ասում։ Այսինքն մանևրել ժամանակ ձգել, բայց ես այս ամենը գնահատում զինվորական տեսանկյունից։ Ինչա պետք Ռուսաստանին։ Այն որ արևմտյան Ուկրաինայի մի մասը ուղղակի Ռուսաստանը որպես գլխացավանքից ազատվելու ձև փորձելու է անել ամեն ինչ որ այդ տարածքների նախկին տերը, որոնք Ստալինը ժամանակին Ուկրաինա պետության նվիրեց, արհեստական ստեղծած պետություն է, նվերների վրա ստացած էլի։ Դա նվերներ այդտեղ կստանան Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումինիան։ Որոշակի նվերներ կստանան։ Թույլ կտա որ այդ բանդերովականների այդ որջերը վերադառնան իրենց իսկական տերերին տարածքները։ Իսկ այս մասը Կիևը կարող է մնալ մի քանի մարզերով, այդպես, հա, որպես անկախ։ Հա, որպես անկախ, բայց այն ինչ ես որ ասացի, վստահաբար 3, այսինքն 5 շրջանում ստեղծվելու է բուֆերային գոտիներ, իսկ այն 4 շրջանները գումարած Ղրիմը որ հայտարարվել է, Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն, Զապորոժիե, սա Ռուսաստանը արդեն իրավական առումով, հա, նաև Ղրիմը։ Այդ 5 շրջանը Օդեսա, Նիկոլաև, Դնեպրոպետրովսկ, Խարկով, Սումա։ Սրանք բուֆերային գոտիներն են, Դնեպրի երկու ափերը պետք է ռուսական ազդեցությամբ լինեն, սա է։ Հիմա դա երբ կլինի, այս տարվա վերջ կլինի, մյուս տարվա սկիզբը կլինի։ Ես չեմ կարող ասել, որովհետև վերջին հաշվով իրականում զինվորականները չեն որոշելու այդ տարածքների գրավման ժամանակներն ու տեմպերը։ Այլ քաղաքական որոշում։ Շատ ճիշտ է, քաղաքական որոշումներով է զորք առաջ գնում։ Եթե պետք է զորքին օրական 1 կիլոմետր գնանք, գնում է 1 կիլոմետր։ Ինչու եմ ասում, որովհետև 750,000 արդեն մարտերում թրծված փորձառու եւ մոտիվացված զորքը ռուսական ռեզերվում պահում են։ Այսինքն ստրատեգիական ճեղքում, հարձակում եւ ճեղքում չկա։ Իսկ ստրատեգիական ճեղքումը դրանք բնակավայրի գրավումներ չեն, ոնց որ հիմա է, չէ, բնակավայր վերցնում են։ Այդ ռազմավարական հարձակումը դա նշանակում է մեծ խմբավորումների շրջափակում։ Ոչ թե քաղաքներ, դի կարող խմբավորում 2-3 քաղաքի մեջ լինի։ Ամբողջ տարածքը շրջափակում ես կրակի, ասենք, օղակի մեջ ես առնում, որոշակի զորքերը մոտենում են մեծ հեռավորության վրա, այնքան որ կրակով հասանելի է, եւ հարձակող հիմնական զորախմբերը առաջ են գնում։ Այդպես օրինակ հայնական պատերազմի ժամանակ Պավլուսի հսկայական միլիոնանոց զորախումբը շրջափակման մեջ չընկավ։ Բայց դա պետք է լինի քաղաքական որոշման հետ, որը չկա, ու այդ հարձակումը չկա։ Տեղային նշանակության մարտեր են, այս բնակավայրը վերցնել են քաղաքը վերցնել։ Եվս մի հարց, որը թեպետ ռազմական չէ ինքն իրենով, սակայն մի շարք նոր իրավիճակ է աշխարհում։ 3 դե հիմա ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, բանը խաղերից մեկում դատավորը կարմիր քարտ է ցույց տվել, ճիշտ ասած հրապարակում տեղեկություն 3 տարածվեց, որ Թրամփը զանգահարել է FIFA եւ կարգադրել է որպեսզի կարմիր քարտը չեղարկի։ Չենք չի կարգադրել, ինքը խնդրել է, ասել է դիտարկեք այդ դրվագը։ Ես ճիշտ ասած մի բան այդպես է ներկայացնում։ Չէ, հումոր չի, լուրջ։ Հիմա սա Եվ իր խնդրանք հաշվեն առել։ Հա, հաշվի են։ Միացյալ Նահանգների ֆուտբոլիստը խաղային մի դրվագում խախտում է անում, որից հետո ինքը ստանում է կարմիր քարտ։ Հիմա Միացյալ Նահանգների դուրս են եկել 1/8 խաղան, դա հարձակող ֆուտբոլիստ է եւ կշիռ ունեցող, հա, եւ իր բացակայությունը էական հաջորդ հանդիպման վրա կարող է ազդել։ Հիմա Թրամփն է զանգայել է FIFA-ի ըստ
ոնց որ ներկայացնում են, բայց մենք հասկանում ենք, որ այդպես չի եղել, էլի վստահաբար։ Այն էլ ով Տրամպը, մի հատ էլ ասի, խնդրում եմ դուք մի հատ վերանայեք միգուցե։ Կարգադրել է, հրամայել է, չգիտեմ։ Հա, բայց այստեղ գիտեք ինչն է, ասենք աբսուրդի ժանր է, չէ՞, մեզ համար տես ժպիտ առաջանում, զարմանք, զայրույթ եւ այլն։ Ես մեզ լսողներին հորդորում եմ, որպեսզի նաեւ այդ երկրի նախագահի քայլերը հաշվելու համար ընդհանրապես համացանցում կա նարցիսիզմով տառապող մարդկանց հայտանիշները։ Երբ բավական լուրջ հոգեբաններ կան, որոնք նշում են, թե ինչեր կարող են անել, ոնց անեն եւ ինչ գծեր ունեն, չունեն եւ այլն եւ այլն։ Իրանք էականորեն սովորական նորմալ մարդկանցից տարբերվում են, էլի։ Դժվար է իրենց հաշվելը նաեւ, եթե չես ճանաչում եւ չգիտես, որ դիմացին, ասենք, ես չեմ ուզում, ասենք, այլ հիվանդություններ անտել, բայց նարցիսիզմը ինքը բավական այդպես ընդ որում բավական թաքուն է, դյուրին չի էլի, որ մարդը դրսևորի, բայց դե քանի որ Տրամպը արդեն Օլիմպոսի գագաթին է, ինքը պետք է դրսևորվի, էլի։ Եվ շատ հեշտ կլինի, ասենք, այդ ձևով հաշվել եւ գնահատել արդեն նախկինում իշխանություն եղած, հիմա հոգեբուժանում հայտնված, ասենք, Սաակաշվիլուն։ Հեշտ կլինի հաշվել Զելենսկուն։ Հեշտ կլինի նաեւ մեր իրականության որոշ դրվագներ, հա, կան, շատ հեշտ է լինելու։ Այդ թվում եւ առաջին հերթին Տրամպին, որը որտեղ նստում վերակենում, կարծես ինքնահաստատման բան այն նոր վաղ տարիքում, ասում 8 պատերազմ կանգնացել, 8 պատերազմ կանգնացել։ Հասկանում եք, մեզ համար նորմալ մարդկանց համար մի փոքր արտարոց է տեսվածը։ Եթե Նոբելյան մրցանակ չեք տարի, չեմ կանգնել։ Կամ ասենք օրինակ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի արձանները կան, չէ՞, հայտնի։ Հիմա նոր 250-ամյակներ տոններ այդ պետության, այդ արձանների կողքին ինքը փոքր մակետով, իսկ այդ արձանները շատ ավելի մեծ, հա, քանդակներով կան, իր նաև բաներ, քանդակներ կողքը դրել ինքը դրանցից մեկ։ Չէ, իսկապես ես ուզում եմ ասել, այդ պետության ղեկավարի եւ նաև այլոց ղեկավարների քայլերը կարելի է շատ դյուրին կերպով հաշվել եւ հասկանալ ինչ կարող են անել, ինչ չեն կարող, եթե իրապես գնահատենք, որ այդ անձինք նարցիսիզմով են տառապում, իսկ դա հիվանդություն է, շատ դժվար բացահայտվող, այդպես չի, որ մարդը այդպես ցծվում, ասում է ես, բայց հեշտ հաշվող, եթե ասենք քեզ տրվում է իշխանություն։ Մինչ այդ եթե չէր տրվում, դա բավական թաքուն վիճակում է, դա միջանձնային հարաբերություններում այրևում։ Կողքին մտերիմ մարդկանց հետ հարաբերություն, եթե կողքինն էլ տենց ուշի ուշով ինքը զններ, հասկանալ եւ այլն, հա, անսխալական, ասեմ ձեզ, երբեցի ներողություն չի խնդրում, բացարձակ առումով ճիշտ բոլոր ոլորտներից ինքը ամեն ինչ գիտի, ինքը դիմացինի ռեսուրսների հաշվին սնվող, ես ասում եմ որակները, չորակները, որը ունի նարցիսիզմով տառապող անձը։ Եվ հիմա Տրամպը դա լավագույն ներկայացուցիչն է, որ ասի ոնց, փաստորեն ես կարամ օգնեմ իմ թիմի հավաքականին ու չեմ օգնում, հələ մի հատ հեռախոսը միացրեք այդ FIFA-ի, այդ ով է որ չանի։ Ես երկրների ղեկավարներ եմ առևանգում բերում դատում իմ մոտ ով է FIFA-ի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Պարոն Նահապետյան, հաղորդումը թերևս ավարտենք այն թեմայով, որով սկսեցինք Գագիկ Ծառուկյանի հետ կապված, դե պարզ է արդեն, որ այս ամբողջը ավելի շատ քաղաքական է, այդ ռեպրեսիվ քայլերը, որոնք իրականացվում են, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ասաց, որ ես իրացնում եմ ժողովրդի մանդատը, ինձ մանդատ են տվել կալանավորելու, ձերբակալելու եւ այլն, եւ հիմա կարծես գնում է ունեզրկման գործընթաց։ Սակայն նա իհարկե ձևակերպում է, որ վերադարձնում է ժողովրդին։ Սակայն հիմա առույցներն էլ է վերադարձնում ժողովրդին։ Հիմա առույցները լավ, այդ բռնած գանձել ասեմ, թե խլել ասեմ, սա արդյոք արդեն չի տանում դեպի մարդուն նվաստացնել, ցավացնել, վիրավորել, ոչ միայն ունեզրկել, այլ նաև ուղղակի ցավացնել։ Այն ինչ որ հիմա արվում է Ծառուկյան Գագիկի հանդեպ, ես կարծում եմ օրվա իշխանությունները Ծառուկյան Գագիկին չեն դիտում որպես մրցակից, դիտում որպես թշնամի։ Իրենց իշխանության վտանգ ներկայացնող թշնամին, որում անց, որի կուսակցությունը փաստացի 4% հավաքել էր եւ կարող էր լինել խորհրդանում, իսկ դա նշանակում էր, որ քաղաքապայմանագիրը 5-րդ չէր հավաքելու։ Եվ ըստ այդմ չէր նշանակելու գլխավոր դատախազ, տարբեր մարմինների, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի դատավորներ, բարձրագույն դատական խորհրդի, հեռուստատեսության, ռադիոյի հանձնաժողովի այդ 3-5-րդի մեջ է մտնում։ Եթե Ծառուկյան Գագիկը անցնում էր,
4%, իսկ ինքը փաստացի անցել էր, ասին 60-ին չի հավաքել, օրենքում վերապահված իրավունքից օգտվելով Բարգավաճի ներկայացուցիչները մի քանի տեղամասերում բողոքարկեցին, վերահաշվարկեցին 143 ձայն ավելացավ։ Բայց քանի որ խնդիրը դրած, որ ինքը չանցնի, ինչ արվեց, ասի ներքուն տեղամասի արդյունքները չեղարկում ենք առանց վերաքվեարկության իրավունքի ու թեման փակեցին, էլի։ Հիմա Ծառուկյան Գագիկին իրենք դիտում են որպես թշնամի։ Հիմա թշնամը եթե հաղթում ես պատերազմի ժամանակ, արևելքում են էլ հին արևելքում, այդ պարտվածի խորհրդանիշները եւս քեզնով է անում, որ մյուսները տեսնեն, որ դրա խորհրդանիշները առայժմ քոնն են։ Ու նախկինում ասենք ինչն են վերցնում։ Վերցնում են սուրը, երթադրենք վերցնում էին դրոշները, այդ դրոշները մինչև հիմա մնացել է, չէ՞, որպես խորհրդանիշ։ Դա հաղթողի դրոշը, ասենք կանանց երեխաներին բաներ են, չէ՞։ Հիմա այս օրինակ ասենք, եթե ստանք Ծառուկյան Գագիկի իր կոնցեռնի տնտեսվարող սուբյեկտ որպես մուլտիգրուպ եւ այն խորհրդանիշը առուսն ա եղել։ Վերցնում են արեցը։ Դա ոնց որ ավար էլի։ Ավար։ Ես այդպես եմ կարծում, հակառակ դեպքում որից է այլ բացատրություն, թե կենթանիների իրավունքներ եւ այլն տանեն կենթանաբանական այգի, այդպես չի էլի։ Ես կարծում եմ ժողովրդի չարիուցը։ Վերադարձնում են ժողովրդին։ Դե իհարկե ժողովրդան ասելով աչուձախ գործողություններն ան, դա հասկանալի է, չէ՞, ինչի համար արվում։ Բայց իմ կարծիքով որպես ավար են տանում։ Խորհրդանիշն են ջարդում, էլի, որտեղ ինքը այդպես պարտանում էր։ Հա, դրանով եւ առալց որ իր բոլոր տնտեսական գործունեությամբ զբաղվող կառույցների եւ հիմնական այդ մուլտիգրուպի եւ խորհրդանիշը առուսն են, դեռ կենթանի առույց կա։ Երեք առույց են կարծեմ։ Ինչը գայլեր։ Շնորհակալ եմ պարոն Աբեթյան նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրույցում էի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ